Ադրբեջանը քարոզչական պատերազմ էր սկսել Իրանի դեմ, երբ մեր հարավային հարևանի գլուխը խառն էր փողոցային անկարգություններով։ Փորձագետները չեն բացառում, որ հույսեր փայփայած լինեին Բաքվում, եթե քաղաքական ճգնաժամը չհանգուցալուծվի Իրանում, գուցե հնարավոր լինի գրավել Ատրպատականի շրջանը, որ հարավային Ադրբեջան են համարում ադրբեջանցիները։ Ադրբեջանական լրատվամիջոցներն այդ օրերին լծվել էին սենսացիոն սկանդալային հին տեսանյութեր տարածելու գործին։ Ասես Իրանի Իսլամական Հանրապետություն գոյություն չունի, իրանք պարբերաբար հրավիրում էին փորձագետների ուղիղ եթերում մոտ 40 րոպե քննարկում էին Իրանում իրավիճակը եւ տպավորություններ, որ հատուկ է այդ ամեն ինչը արվում, որպեսզի այնտեղի ազերիներին, որոնց ընդհանրապես չպետք է շփոթել ադրբեջանցիների հետ, հրահրեն իշխանությունների դեմ ցույցերին։ Իրանական տելեգրամ-ալիքները գրում են, որ ազերիներով բնակեցված Թավրիզում ցույցերի օրերին թուրքախոսները զենքերով էին փողոց դուրս գալիս, սպանում խաղաղ բնակիչների, իրավապահների, փորձագետները չեն բացառում, որ նրանց Ադրբեջանից ղեկավարած լինեն։ Հիբրիդային պատերազմի ձևով էր Ադրբեջանը դա փորձում անել, այսինքն մամուլին թողնում էր խոսել այն, ասել այն, ինչ որ իրականում չկար, հիմք նախատեսելով, որ եթե անգամ իշխանությունը այնտեղ որևէ պահի թուլանա, Ադրբեջանի համար ստեղծվեն իրական պատճառներ Իրան մտնելու համար։ Այդ նույն օրերին Իրանի իշխանությունների դեմ ցույցեր էին նաև Ադրբեջանում, որտեղ բազմամարդ ակցիաներն արգելված են։ Սովորաբար Բաքվում ցույցերը միշտ չի որ այդպես անխոչնդոտ են անցնում, բայց այս անգամ նրանք անխոչնդոտ անցան, ենթադրաբար Ալիևը ուզեց ցույց տալ, փորձեց երկրի ներքին խնդիրները մի պահ շեղել Իրանի ցույցերի վրա։ Ադրբեջանագետները նկատում են, որ Իրանի դեմ քարոզչական պատերազմի առաջին շարքերում ադրբեջանական լրատվամիջոցներն էին, Իրանի իշխանություններից աղրանկարներից մինչև ապատեղեկատվություն։ Հիմա Ամերիկան կհարվածի մի քանի րոպե մնացել, Խամենեին շտապում է Ռուսաստան, Խամենեին հիմա զանգում է Թրամփին, այսինքն ինֆորմացիաները, որ իրականության հետ աղերս չուներ, բայց նրանք ադրբեջանական կայքերը դիտումներ ապահովելու կամ ներքին լսարանին պատրաստելու համար շատ ակտիվ կերպով անում են, այսինքն Ադրբեջանը ոչ պաշտոնական մակարդակով, բայց քարոզչական պատերազմի մեջ էր մտել Իրանի հետ։ Գրեթե 2 շաբաթ շարունակված ցույցերի ընթացքում Իրանի մասին ոչ մի բառ չի ասել Ադրբեջանի իշխանությունը, 3 շաբթի է առաջին անգամ խոսել Ալիևը։ Կարող ենք ենթադրել, որ Ալիևը պարզապես սպասեց, երբ որ տեսավ, որ իրավիճակը ամեն դեպքում շարունակում է մնալ իշխանությունների վերահսկողության ներքո եւ սպառնալիք այլևս չկա, այդ ժամանակ նոր խոսեց, ընդ որում բավականին չեզոք, բավականին ոչ իրեն բնորոշ բառապաշարով։ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո հատկապես Իրանի դեմ ջանքերը սրած Ալիևի հայտարարությունը, թե մտահոգված են Իրանում տեղի ունեցած իրավիճակով, կեղծավորություն են համարում Իրանում։ Հիշեցնում են Ադրբեջանի նախագահին, ինչպես էր 12-օրյա պատերազմի ժամանակ իր տարածքը տրամադրել Իսրայելին, իրենց պետությանը հարվածելու համար։ Գայանե Մովսիսյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։